Shark tuturu baby shark tuturu baby shark Հեշտակ եկել մեզ մոտ հյուր Կյանքը հասկացել ես արև արդեն հասկանում ես Քնել ու փող Ես ինքս չլինելով մամա ես հիմա նայում եմ ասում արա էսի չեշտա երեխա ունենալը Կա մայրիկ բլոգեր ում բլոգել ես Հա Բայց իր հետ կոնֆլիկտ ունեցել ես Հա ունեցել եմ Դու մամա բլոգերների հետ շփվում ես Չէ Դու իմ մամա բլոգեր այդքան չես Բայց դուք անկեղծ եք բան ասում թե ես բան ասելու եմ հետո ինձ փորը Եթերում զավզակներն են Այս արդեն քո համար է Ես հենց հիմա հասկացա, որ երեխա եմ ուզում ունենալ Ռավ կգաս մի րոպե Եթերում զավզակներն են Նինան, Ռաֆոն եւ մեր Մայրը մեր հյուրը Արաքսյանն է շատ լավ ընկերը եւ նրա փոքրիկ բալիկը Բայց մենք ինքն է մեր հյուրը Արևիկ չի Խնդրում եմ արևա չէ Հա, այդ մամաներից ես հասկացա Շատ արագ բացայտվար է Արև Ինքը արև Շնորհակալ եմ Վայ արև ես քեզ կուտեմ Դες ես չի պոդքասթը որ երեխեք սիրում եմ Իրականում արևին տեսնելուց հետո չէ արևին տեսնելուց հետո շատ շատերն են սկսում երեխեքին սիրել Դες շատ լավն է կարամ ուզում կծեմ լացի Չէ էլի գոնե նկարեք Կարամ քեզ կծեմ լացես հա Ինան գծումը հաղորդում Ուրեմն ես չեմ կարող, ես իմ սերը կծելով եմ արտահայտում։ Հասկացանք։ Արագ սանտասնենք մեր ցկնիկի հետ, ինքը խոսքի ցկնիկն է, ամեն ինչ գիտի, շատ գաղտնապա, այնքան ինֆորմացիա ստացել ընթացքում, որ էլ դու սուս դրա համար sense ուրախա մի քիչ։ Այո, ինքը նաև գիտի թե ոնց երեխային 3 րոպեում քնացնես։ Հա։ Բայց չի ասելու։ Տականքա։ Բայլիշ պետք է։ Հետա։ Հա, չենք տանի, արևին պետք է ինքը։ Արևի ընկերն է արդեն։ Ձեր համար ունենք ամենաառաջին մեր ինտերակտիվը տակ հարցեր, որը արդեն պատրաստ է։ Նինա ջան, դու հաղորդում ես վարում մեծ մարդ ես։ Տակ հարցեր։ Տակ հարցեր։ հարցեր։ Շատ տակ է։ Աման, ես ինչ տակ է։ Այսպես տակ հարցեր են, որը հերթով քեզ կտանք ու տեսնենք ոնց կպատասխանես, Արագ ոնց պատասխաններ էին։ Նու ոնց ուզես, մենք մի քիչ բաց։ կլոջվենք մենք։ Նաև արևին ենք հարցնելու, արև։ Ջան։ Ինչու Համով է ասում է։ Ահա։ Ալաքս, ավելի դժվար է մամա լինելը, թե բլոգեր լինելը։ Մամա լինելը ամենադժվարն է, ամեն ինչ։ Ինչով է դժվար։ Ես գիտեի դուք sense իդեալական է ամեն ինչ։ Շատ պատասխանատու է, չափից դուրս պատասխանատու է։ Դրանով էլ իր բարդությունն է։ Եղավ քեզ, շատ այդպես է պատասխանեց։ Ըստ քեզ ամեն մարդ կարա մամա լինի։ Մի քիչ սուր կլինի իմ պատասխանը, բայց ես կուզեի, որ մամա դառնալուց առաջ ոնց են մարդիկ ինստիտուտ ընդունվում, որևէ շատ օրինակ բժիշկ չես կարող չէ դառնալ առանց մասնագիտության, կուզեի, որ մամա դառնալն էլ այդպիսի մի փուլ լիներ շատ բարդ, որը հաղթահարելուց հետո կկարողանային դառնալ, որովհետև մենք գործ ունենք մի լրիվ ուրիշ մարդու, լրիվ ուրիշ մարդկանց մի ամբողջ կյանքի հոգեկան աշխարհի։ Բայց դու անցել ես այդ, որ հիմա ուրիշներից պահանջում ես, որ այդպես լինի։ Ես էլ կուզեի անցնել, հենց այդ չկա դա, որ մենք անցնենք, որ մենք մինչև մամա դառնալ արդեն իսկ պատկերացնենք ինչի հետ գործ ունենք, որտեղ ինչքան էլ թվում է, որ դե լավ, մենք էլ ենք երեխա եղել, մենք էլ ենք մամա ունեցել, շատ པարզ է մամա-երեխա հարաբերությունները, երեխայի դերից լրիվ այլ է այդ հարաբերությունները, երբ որ տեղափոխվում ես ծնողի դերում, արդեն պարզվում է, որ Իսկ ավակ սերունդի խորհուրդները ընդունելի են, փոփարական ընդունելի են այդ ընթացքում, երբ որ դեռ օրինակ հղիեի, դեռ արևիկը չկար, արևը չկար։ Հա, շատ ընդունելի են եղել իմ ու ամուսնուս ծնողների խորհուրդները իմ համար, որովհետև իրանց ստեղծած ընտանիքը որպես ծնող ինձ համար եղել է մեզ համար, եղել է ընտանիքի օրինակ, այսինքն մենք ուզել ենք այդպիսի ընտանիք ունենանք ու դառնանք այդպիսի ծնողներ, դրա համար իրանց խորհուրդները հիմա էլ մեր համար շատ կարևոր են, առաջնային են։ Բայց դու լիքը նաև կարդացել ես ծնողավարության մասին, իրանց տված խորհուրդները ճիշտ էր։ Կային ինչ-որ բաներ, որ ժամանակի ընթացքում շատ փոխվել են, լիքը բաներ, որ մենք միշտ մտածել ենք, որ դա իրականություն է, բայց ժամանակի ընթացքում եւ բժշկությունն է փոխվել եւ չգիտեմ
մեթոդներն են շատ փոխվել ու պարզվել է որ այդ միֆ էր իրականում այն ինչ որ ժամանակին մեր համար եղել է մեր ծնողների համար եղել է բացարձակ ճշմարտություն հիմա պարզվում է որ այդ միֆ է այդքան էլ իրականությանը չի համապատասխանում ուղղակի մեր ծնողների մեջ բոբոջաձա չկա Այդ եկեք չասեի։ Գատե չկա։ Չգիտեք։ Այդ իմ ծնողների, մեր ծնողների մեջ ինձ համար ամենագնահատելի մասը այն է, որ իրանք պատրաստ են լսել քեզ, թե օրինակ դու ինչի ես այդ մեթոդը ընտրել ու ասել, հա, փաստորեն տենց էր, հա, այ տենց են մեր մամաները, որ բայց մենք դες չէինք անում, բայց փաստորեն ինչքան բան է փոխվել, այ տենց են, ոչ թե ոչ, տենց պիտի լինի։ Արաքս, եթե օրինակ արևը սկսի խոսալ ու մի օր ասի մամա, այդ դու վիդեո ռիլ նկարելուց ունես, ասի մամա, այդ վիդեո թող արի իրար հետ խաղանք, կասես լավ բալես ես եկա, թե կասես բալես, սպասի մի հատ քո պամպերսի փողերն ենք աշխատում, թող նկարենք դու։ Չեմ կարող ասեմ ժողովուրդ։ Նայած կախված է նրանից, թե ինչ կարևորության է, եթե օրինակ շատ արագ պիտի ուղարկեմ դեդլայն կա, կասեմ արևս պիտի սպասես, որտեվ դա մեր աշխատանքն է, այդ նույնը, որ ասենք մաման գնում է, չգիտեմ, բանկ աշխատանքի, այդ երեխան զանգում է, թող այնի գնա տուն, չէ՞։ Համաձայն եմ։ Այդքան շատ Ես էլ եմ համաձայն քո այդ մտքի հետ։ Շատ լավ է։ Բայց ես չեմ դիմանալու հեսա։ Չէ, չեմ կարող այս հաղորդումը ես նկարեմ։ Լուրջ եմ ասում, լացս գալիս ենքան եմ ուզում քեզ կծեմ։ Ալեքս, վերջի անգամ ամուսնուդ Կարուշի հետ երբ եք վիճել այն պատճառով, որ դու շատ անձնական բաներ ես հանել հանրությանը, որոնք ինքը կուզեր թողնել տան պատերի ներսում։ չի եղել։ Ամեն ինչ օքեյ է։ Հաստատվում է։ Իսկ հաստատվում է ինչ որ մի բան, որ օրինակ կարող ուզում եմ էսի գցեմ։ Երբեք չի։ Թույլտվություն չէ, ուղղակի իրանից ոնց որ հասկանաս օքեյ կլինի իրան։ Ինքը չի ներվի, որ դու գցես։ Չէ, չի եղել։ Միշտ ինքը ես միշտ գիտեցել եմ իր համար, որ օքեյ կլինի, որը չէ։ Մենակ երբ որ օրինակ պիտի ընտանիքով հավաքված լինենք, միշտ ասում եմ կար կողքից կարող եմ նկարել օրինակ որ ընտանիքով հավաքված ենք, բա որտեվ իր ջան իր ծնողները այդքան սովոր չեն էլի տեսախցիկների, թեկուզ հեռախոսով բան, հանրային մարդիկ չեն ընդհանրապես չեն հանրայնացնում իրենց կյանքը։ Մամա, Միշտ այդ մասով մի հատ քննարկում ենք, վերջում ինքս ասում եմ, չէ, մերոնք այդքան սովոր չեն, բան, ես էլ չեմ ուզում, որ իրենք ինչ ես ուզում եմ, այսպես ամոթից դրտված ասեն, դե լավ նկարի, չեմ ուզում իրենց որևէ ձևով նեղություն տամ, ու հələ որ միշտ չենք նկարում։ Արաքս իրականում ես շեղել ա ինձ արևը, լուրջ եմ ասում, այսքան ժամանակ ինձ ոչ ոք սենց շեղած չէր։ Ես լուրջ անկեղծ ասեմ, ես ուրիշի երեխաների հետ այդքանը չեմ սիրում զբաղվում, բայց արևի էներգիան կարող է սենց Իսկ էջով գալիս է այդ էներգիան, որ նայում ես բլոգով։ Ճիշտ ասած չէ, այդքան շատ չէ, ոնց որ հիմա է, ու ես քեզ ուրիշ հարց ունեմ, մի քիչ սուր հարց է, ես կապ չունեմ այս հարցի հետ, անկապ եմ ասում, չէ։ Իրականում Բորիսն իրականում քո տղա լավ ընկերն է, թե ուղղակի քո բլոգի անվճար դայակը, ում օգտագործում ես, որ մի քիչ շունչ քաշես ու հետաքրքիր կոնտենտ ստանաս։ Չէ, Բորիսը իմ շատ մտերիմ ընկերն է, Արևի էլ, ու այդ շարքը, որ նկարել ենք, առաջին անգամ որ նկարել ենք, իրոք պատահական կողքից եմ նկարել, հա, Արևը շատ փոքր էր, 10 օրական էր կարծեմ, սրճարան էինք գնացել հետս տարել է, ինքը կողքից գնաց է, բլբլում էր էլի, որ եղեք քնած է կողքից խոսում է նկարել եմ, բայց մինչև հիմա էլ այդ սցենարով չենք նկարում երբեք սցենար չկա իր համար։ Չես վախենում, որ մի օր Բորիսին կասի պապա։ Մամա։ Չէ։ Ջան, ինքիա պապայի շատ մտերիմ է։ Իսկ հոգեբանության վրա երախու չի ազդի, այդպես երկրորդ տղու բանը, արկայությունը։ Ինչ առումով։ Չգիտեմ, դե հաճախ է, չէ՞, տեսնում, հա մոտ ընկերա, բայց ինչ որ չգիտեմ, խառնի։ Այդ բլոգով է ուղղակի մենակ Բորիսը երևում, իր կյանքում լիքը աղջիկների եւ տղաների ներկայություն կա, ինքը շատ մարդամոտ է, շատ շփվող է։ Ինքը Անդոին հենց ավելի շատ է տեսնում Օֆսին Անդոին։ Իսկ չես վախենում, որ Անդոին կասի։ Բայց հիմա ես գիտես ինչ եմ մտածում, ինչքան հավես կլինի, որ Օֆսիկ ենք ունենան տղա ու շիփան եք դու արևին։ Դες բաներ չենք անի։ Վաշիկյարդմա։ Գիտեք Վաշիկյարդմարի ջան։ Լուրջ մի օր մի պապաս խապել էր, ասել էր, որ ես մեր բակի արտակի հետ Վաշիկյարդմա արած եմ, գիտեք ինչ տրավմա է, երևի միջև հիմա դրա Հիմա չես փոշմանում։ Ես դե ասեի, իսկ հիմա ո՞նց լավ։ Ես միջև հիմա երևի դրա համար հարաբերություններ չունեմ այդ վախից։ Իսկ արտակը ունի։ Եղել է դեպք, որ արևին հատուկ քնից արթնացրեց, տանեց տեսախցիկի առաջ, որովհետև այդ պահին արագ գովազդեց նկարել։ Չէ։
Չէ, բայց եղել է որ օրինակ հյուր ենք հաղորդման ու ժամով է, հա, եղել է որ այդպես արտնասնեմ, բայց եթե հոլովակ է ես պետք է կառավարեմ, չէ։ Թողես քնից մնա։ Իսկ եթե արագ պետք է ուղեք, որ այդ բանը հաստատի գովազդը, նկարել եք, քնել է, պետք է արագ ուղես, որ հաստատի գովազդը։ Չէ, որտեվ արդյունավետ չի լինի իրան քնից արտնասնել ինչ-որ բան ուղղելու։ Քնկոտ, Ոյ ես կուտեմ, այ ճիշտ է, դու կյանքը հասկացել ես, Արև արդեն հասկանում ես։ Քնել ու փող։ Քնել Ուտելիք։ Նու հա ուտելիքը։ Ուտելիքա սիրում շատ։ Դե փողը որ լինի ուտելիք։ Ինչ։ Արաքս իսկ եղել է տենց օր, որ շատ թափածնի տունդ, բայց դու սենց մենակ մի հատ էսթետիկ հատվածը հավաքես ու տեղ ռիլերդ նկարես։ Հա, շատ տեղ։ Ընդհանուր առմամբ, եթե ես որևէ հատվածում պիտի հստակ մի բան նկարեմ, որ կենտրոնացումը լինի դրա վրա, ես էլ եմ ավտոմատ թափ թփում էլի, այդ հատվածը հավաքում տանում եմ սաղենկոն, որ կենտրոնացումը լինի այդ կոնկրետ իրի վրա, նկարում եմ։ Հա, շատ է եղել։ Ում է չի լինում, բայց որ տունը թափ թփած լինի։ Անհնար է հասցնել, որ անընդհատ լինի իդեալական վիճակում, էլի, այդ ինձ թվում է սովորական մարդու համար անհնար է ֆիզիկապես։ Իսկ եկել է այդ չար միտքը քեզ, որ արևի հետ նկարեմ ավելի շատ դիտում կունենա, ասի արի հետ տենց անում։ Չէ, երեխեք, մի հատ բան ազնիվ ասեմ, լիքը վիդեոներ սցենարային նույնիսկ հաստատվում են առանց արևի, արևելացումը չի ուզում մենք առանձին ինչ-որ բան անենք, գալիս է գրքերս ու ստացվում է որ իր հետ լիքը վիդեոներ տենց է լինում, էլի, որ ինքը չկա ընդհանրապես սյուժեում, բայց գալիս է լացում։ Իսկ դու վախենում էի, որ կդառնաս մամա բլոգեր են։ Sense cringe են, որ շատ է արդեն երեխու մասին, այդ վախը կար, որ քեզ կկորցնես որպես առանձին Արաքս։ Եկեք մի հատ անկեղծ ասեմ, դուք հումորային բլոգ եք վարում, հստակ ուղղվածություն ունի ձեր բլոգը, ձեզ հեշտ է անգամ եթե երեխա չունենաք, ձեր սյուժեները գրեք առանձին առանց երեխու հումորներ, չէ։ Մերը որ լայֆսթայլը, դրա ամբողջ իմաստն է, թե ինչ է մեր կյանքում կատարվում։ Իսկ երբ որ դու հղի ես, քո կյանքում ազնիվ խոսք, մեծամասամբ կատարվում է ստուգումները։ Ես քո հետ համաձայն եմ, Արաքս, բայց նայ, եթե դու հղի ես ու քո կյանքում կատարվում է հղիությունը, այդ ունի համ դրական կողմեր, համ ունի վատ կողմեր, հղիությունը չէ, էլի։ То есть դու այսօր զարթում ես շատ վատ ես, վաղը զարթում ես շատ լավ ես, չէ։ Ես կյանքում չեմ հասկացել, որ մենակ լավ կողմերն են ցույց տալի հղիության, մենակ։ Բայց դու գիտես, ես ինչ հեյթ եմ ստացել, որ վատ կողմն եմ։ Իմ բայց լավ է արել, լավ է, որովհետև այն մարդիկ, ովքեր մենակ դրական կողմերն են ցույց տալի, մնացածը չգիտեն, ասում են, ոյ, ինչ հետաքրքիր է, ես անկեղծ ասեմ, ես քանի որ ընկերուհիներ ունեմ, ովքեր երեխեք են ունեցել, ես գիտեմ այդ ինչ բարդ ծանր շրջան է, էլի, նամանավանդ առաջի անգամ, բար ցույց են տալի մենք այսօր առավոտյան արթնացանք եւ մի քիչ հղի ենք, ասում ենք սուրճ խմենք, բայց կոկոնատ, ուզում ասեմ, այդ ֆեյքը պետք չի։ Նույն, բայց երկու դեպքում էլ ասեք, որ ֆեյքը հաճելի չի, նույնիսկ հակառակի դեպքում էլ հաճելի չի։ Ոչ որ անընդհատ ասում են, վատ է, այս ինչքան դժվար, այս ինչքան վատ է, այս տպավորություն որ ոչ մի դրական կողմ չունի երեխա ունենալը։ Ինչ շատ են գրում, որ մինչև ձեր բլոգը տպավորություններ, որ մամա դառնալը աշխարհի ամենավատ, ամենահոգսաշատ, ամենաներվայնացնող բանն է։ Լսի, մեկը մի բան ասեմ, այդ դրա հետ եմ ասում, մեկը գիտես ինչն է այն վրա ջղայնացնում, նայ մամա դառնալուց հետո միանշանակ լիքը դժվարություններ կա, չէ։ Շատ։ Ու ես միշտ ջղայնանում եմ, ես օրինակ որ նայում եմ, մի անգամից տենում եմ, չէ, ով հնարավորություն ունի, օրինակ դայակ ունենա, ով հնարավորություն չունի։ Այն մարդիկ, ովքեր ունեն այդ հնարավորությունը դայակի, ունեն մամա, պապայի օգնություն, ունեն ամուսնու օգնություն, ունեն ֆինանսական շատ մեծ օգնություն, իրանք ցույց են տալի, որ սա թեստը ամեն ինչ հրաթեշտ է, ու այն մարդիկ, ովքեր այդ հնարավորությունները չունեն, այսինքն միայնակ մայր է, կամ ուղղակի վատ պայմաններում երեխուն ունեցել, կամ պրոստը աշխատող է, բան, ինքը նայում է, ասում է, ախպեր, էս իմ մոտ սխալ է, ես մի բան ուրեմն ես սխալ մամա եմ։ Չէ, այդ ինչ օրինակ մամա բլոգները չեն պայքարում դրա հետ։ Երբ որ ես վատ հումոր եմ տենում, ես կոմենտներով գրում եմ, որ սա խնդալու չի, օրինակ ես այդ առումով փորձում եմ ինչ-որ ձև պայքարեմ, սթորի եմ անում, դրա մասին խոսում։ Խի մաման բլոգերները չեն պայքարում ֆեյքի դեմ մամայության մեջ, որովհետև ես ինքս չլինելով մամա, ես հիմա նայում եմ, ասում արա, այս ինչ հեշտ է երեխա ունենալը։ Հենց հիմա ունենալ։ Նույն մի հատ անկեղծ բան ասեմ, երբեք չես իմանա մամայության մեջ ինչն է ֆեյք։ Երբեք չես իմանա, որտեղ մամայության փորձառություն սպասելու ենք։ Չէ, խոսա ես կգամ։ Մամայության փորձառությունը այնքան տարբեր բան է, էլի, եթե մեկը վաղ վիդեո անի ու ասի իմ երեխան ամեն օր շատ լավ քնում է, ես երբեք գիշերը չեմ արտանում ու մտնեն մամաները վրան են հարցակվում, որ ինչ ես խաբում, դու երբեք չես իմանա այդ մարդը խաբում է թե չէ։ Անօրինակ,
քնող երեխա 2 ամսականից ու լիքը նմանատիպ ուրիշ բաներ, որ դու կյանքում չես կարող հասկանաս, իրականում այդ երեխան հանգիստ երեխա է թե ոչ, խելոք երեխա է թե ոչ։ Իմ ընկերները շատ են ասում, որ իրենց ծանոթ մամաները հարցնում են, իրոք տենց է արևը, իրոք անհնար է մայրության մեջ հասկանալ ինչն է ֆեյք։ Իմ համար միակ անընդունելի բանը այդ բալանսը չպահելն է, կամ անընդհատ անverջ բողոքելն է, կամ անverջ մենակ դրականը ցույց տալն է։ Ինձ մոտ պետք է բալանսը պահես, այո։ Որն է եղել այն ամենաարտառոց բանը, որը հրապարակել ես ու Կարոշը տեսնելուց հետո ասել արագ կամ ջնջում ես կամ մենք լուրջ խոսակցություն ենք ունենում։ Եթե եղել է իհարկե նման ինչ-որ բան։ Կամ կարող են նաև ասածնի ջնջի, ավելի լավ է ջնջի։ Չեմ հիշում, չէ, այդպես բան։ Չի հեշտակ է եկել մեզ մոտ հյուր։ Չի նայում երեխեք, երևի զբաղված ասում։ Հա։ Ինքը ինձ ափոլո արել։ Ես մտնում իր աճով լայքելով իջնում եմ։ Ունեք իրար էջեր։ Մեր մոտ բացած, իմ մոտ Իրանը բացածա, իմ իր մոտ չէ։ Բնականաբար։ Որովհետև ես իր բլոգը վարում եմ, դրանց բաներ եմ անում, գործեր եմ անում էջում, իմ մոտ բացած, բայց իմ իր մոտ չէ, ինչ պետք է այդքան։ Դուզը ուզում տենց սեր ունենամ, որ արխային իմ ինստան թողամ իր մոտ բաց։ Այդ սեր չի ստիպել է բացվել։ Չէ։ Լեսի բայց մի հատ հարցամ զուտ հետաքրքիր է, էլի։ Ես մի քիչ բանը քյարթում մտածելակերպ ունեմ այս առումով, էլի գներեք։ Իսկ Կարուշ Ես բացակի։ Շատ խալ մարդու հարցնում էլ երբեք չի ակը։ Չէ, նայ, Կարուշը սկզբի ժամանակները պարզա, չէ, տենց ախպեր մի քցի բան, չէ։ Հիմա լինում է, որ Կարուշը իր պապանը։ Կարուշը։ Պապատ։ Վայ չեմ դիմանա ես հենց հիմա։ Հենց հիմա ես քեզ պետքա կծեմ, կարամ կծեմ, քեզ։ Պապ։ Ասվակաս եմ պապայի, սաղ կասեմ։ Օրինակ ես իմ մասով ասեմ, որ հասկանաս, հետո բերեք, շատ է պես ծերներով խոսում։ Լսի նայ, ես օրինակ ինքս շատ ազատամիտ եմ այդ առումով, շատ չէ, բայց նորմալ, ու ես ինքս ազատ եմ։ Բայց ես օրինակ ես որ ընտրեմ կողակից ավելի շատ կներեմ, որ ինքը այդքան էլ ակտիվ չլինի սոցցանցերում։ Հիմա օրինակ Կարուշը դեմ Պատասխանն է էլի հետաքրքիր, չեմ դեմ կողակիցը կարող կաֆեկություն պետք է անի, չես հալա շատ քյարդ։ Չէ, լսի, զուտ հիմա նայ, որ դու Կարուշի Instagram-ը բացել ես, անում ես։ Չես լարվում, որ օրինակ Ձերիցդ կտանեն։ գրում են աղջիկներ, գրում են, հա։ Նայ, որովհետև Անկամ իր համարը որպես մասնագետ դրված է, համարի WhatsApp-ին են գրում, ինձ հիշում ես։ Լսի մի հատ բան ասեմ, պրոստը ամուսնացած տղամարդիկ շատ ցանկալի են, հա, ես հասկացել եմ դա, իմ մասով չեմ հասկացել, բայց ստատիստիկա կա, որ ամուսնացած տղամարդկանց ավելի շատ են աղջիկներն, որովհետև արգելված պտուղը պլյուս որ տենում են սենց լավ ընտանիք ունի, ասում են ինչի ես պետք է այս ընտանիքը չունենամ։ Բռնեմ քանդեմ այդ ընտանիքը։ Դու դրանից չես գժվում, ես ինքս գժվում եմ դրանից, ինձ Ես թվում է։ ընդհանրապես խանդած մարդ չեմ։ Հա։ Ժամանակ բացարձակ 0% խանդ զգացողությունը ես չգիտեմ ինչ է, չեմ պատկերացնում։ Ինչու։ Որովհետև ես մտածում եմ, որ եթե որևէ մեկը պիտի գրի նախ իմ համար շատ ավելի օրգանիկ է, որ իրանք ուզեն գրեն, իր այդ շատ ավելի կնեղվեի, որ ոչ մեկի հետաքրքիր չլիներ դիտել։ Ինչի՞ եթե ամուսնացած չի գրում։ Ինչա՞ մի բան էլ չի, որ իրեն տարվես հետաքրքիր չի ոչ մեկի։ Եթե ինքը պիտի պատասխանի որևէ աղջկա գրածի, պիտի գնա իր հետ, իր ընտանիքը թողնի այդ մարդու համար, ինձ շատ ավելի օքեյ է, ես այդ իմանամ։ Ոչ թե ինքը դրան պատրաստ է, բայց չի անում, որտեվ ես այնտեղ հսկողություն ունեմ։ Ինչ շատ ավելի լավ է, որ մարդուն բաց ես թողում մարդուն ու տեսնում ես ինքը ինչի է ունակ։ Եթե ունակ է դրան շատ ավելի լավ, ես իմանում եմ ինքը գնում է, եթե ունակ չի, դե էլի իշխանդես, ունակ չի այդ մարդը, ինչ ուզում է տանեն։ Ճիշտ չեմ արև։ Դավաճանի ու երեխա ունենա։ Չէ, դե Ապերիկ կունենաս։ Զուտ մի այլ բան, ես միշտ երազել եմ պապաս ու կողքից ընտանիք ունենա, պարզվի բան է, թագավորական ընտանիքը։ Չշփվեք հետևած աղբոտ թակում մոտ լիներ։ Միշտ երազել եմ, պապ։ Չեք երազել տենց կինոներ։ Ես ինչ ես անում։ Բրինց հարցեր։ Մեր մյուս փուլին շատ սաուն լինան անցավ առանց ներկայացնելու։ Գործում էի, հա։ Դիտել ինձ առանձնացնել։ Չէ, սա բրինց հարցերն է, դու գիտես բլից հարցեր կա բրինց հարցեր։ Արագ պիտի պատասխանեմ։ Ոնց ուզում ես։ Ակնկալվում է արագ պատասխանել։ Ու հիմա բրինցից հանում ենք հարցեր եւ հարցնում ենք Արաքսին։
Որն է ավելի սարսափելի, արևը կոտրել է քո ամենաթանկարժեք դիմահարդարման պարագան, թե կարուշը պատահաբար ջնջել է քո չհրապարակած ռիլը։ Իսկ թվում է երկուսն էլ քո մասին չի։ Չհրապարակած ռիլը, հա, որտեղ արև ամենօր ջարդում եմ թանկ կոսմետիկա։ Թանկ։ Բայց ռիլը էլի նկարել եմ մի ամբողջ նոր աշխատանք է, ջանք է։ Իսկ կարուշը ինչ գործ ուներ քո հեռախոսի մեջ, միամիտ ջնջելա։ Դեռ այդ հարցը չառաջացա։ Candy Crush էր խաղում։ Կարուշեն մեծ մարդկանցից է որ Viber-ով է խոսում։ Այս բլից հարցերի մեջ էլի զուտ։ Կարոշին է տիկան չի։ Հա։ Չի գալիս ինձ հաղորդումներ ինչի գիտի։ Կա մայրիկ բլոգեր։ Բլոգեր։ Կա մայրիկ բլոգեր, ում բլոգել ես։ Բլոգեր։ Հա։ Կարաս Անունը չգիտեմ, ինչա, ինքը իբր մասնագետ է, չգիտեմ իրոք մասնագետ է թե չէ, երեխայի կերակրման կրսկով կամ պատնախառնուրդով։ Պոստը իրար, չէ, իր պոստը շեյր է։ Ինքը չէ, այդ ուրիշ աղջիկա, ինքը շատ սուր բաներ է գրում եւ բոլոր մամանին ինչ ասես ասում է։ Ես իրան բլոկել եմ, որովհետեւ բլոկ ես արել, բայց իր հետ կոնֆլիկտ ունեցել ես թե ինչ։ Հա, ունեցել եմ։ Այդ ժամանակ ունեցել եմ, ինչ որ երկար կոմենտներ էի գրել եւ այլն։ Հետո բլոկ արեցի, որովհետեւ ես էլ էի այդ ժամանակ խոցելի շրջանում երախա։ Լսի, ես կետ ճիշտ է, որ մամա բլոգերները ինչ որ հատուկ Telegram կանալ ունեն, որտեղ տենց շատ Չգիտեմ, ես չկամ։ Հա։ Խորհուրդներ են տալիս Դու իրար։ մամա բլոգերների հետ շփվում ես։ Չէ։ Լուրջ։ Բայց մամա Ո՞ր մամա բլոգերը խի, չգիտեմ, առանձին կա։ Մաշա Քարամյան, Էլենա Ազնավուրյան։ Դեվիդ Չէ, մամա։ դե իրանք Դեվիդ լայֆստայլ մամա։ են, ավելի շատ։ Չէ, բայց իրանք մամա են։ Հա, շփվում եմ, ինչ չէ։ Սովորական շփում էլի, ոչ երեխայի մասին։ Դե նայ, մենք որպես դիտող ենք, մեր համար առանձնանում է։ Օրինակ դու իմ համար մամա բլոգեր այդքան չես։ Հա, ես մամա բլոգեր չեմ, եթե դու Օֆսիկն էլ իմ համար մամա բլոգեր չի։ Հա։ Դա համար նույնիսկ եթե Մաշին այդքան իր մամա բլոգեր օրինակ ձեր կոնտենտում տեսնում եմ երեխայի մասին ինչ-որ մի բան, ասես ինձ խորտ ոնց որ ասում եմ, երևի լավ գցել է, օքեյ։ Բայց իմ համար բան չէ, բայց օրինակ Դեվիդ մամա իմ համար մամա բլոգեր է։ Ուղղակի անընդհատ լայֆստայլ է անում կամ չգիտեմ, շատերը մամա բլոգեր են։ Մենք տարբերում ենք մի խոսքով։ Հաջորդ։ Ջոն։ Եթե քո կյանքը լիներ սերիալով, կլիներ գլխավոր չարագործը, ատամ հանողը, արևը թե վատ Wi-Fi-ը։ մի հատ էլ կթվարկես։ Եթե քո կյանքը լիներ սերիալով, կլիներ գլխավոր չարագործը, ատամ հանող արևը, թե Wi-Fi-ը։ Ատամ հանող արևը։ Wi-Fi-ը զուտ Wi-Fi-ն է, չարագործ։ Վատ Wi-Fi-ը։ Վատ Վատ Wi-Fi։ Wi-Fi-ը, հաստատ վատ Wi-Fi-ը։ Ոյ օրը ինչ լավն ես։ Իսկ ատամները արդեն հանել է, այսինքն այդ process-ը անցել է Հա, ինքը շատ թեթև է հանել։ Արևիկը։ Ատում են ինձ սաղմանը։ Առավջան։ Երբ պետք է շտապ ստորի նկարել արևին, ում ես ավելի շատ վստահում, Կարոշին թե Բորիսին։ Հոթել սկարշին նկարելուց։ Չգիտեմ, Օվսիկին։ Կարոշին տղամարդկանց է, չէ՞, հերոսներ են դնում նկարելուց։ Միջև քեզ նկարում են։ Չէ, լավ սովորել է արդել ահագին մանդասեր են կարծել իրար։ Կեսից ես թեքվում է Օվսիկին կամերան։ եմ ես արևի կադրերը մենակ վստահում, որովհետև Օվսիկի շատ ինքը շատ օրգանիկ Օվսիկ է շփվում։ Ու արդեն Օվսը որ պահում է կամերայից այն կողմ այդ շփումը կարողանում է պահի, մյուսների դեպքում այդքան չէ։ Իսկ եթե դե դու Օվսիկա ընկերուհիներ եք, բայց եթե ձեր երեխաները ընկերներ չլինեն, իրար չհասկանան, ինչ կանեք։ Ոչ մի բան։ Դե Ասենք մնացեք տունը մենք պետք է հավաքվենք։ հանգիստ կանեք, всё, հասկացա։ Էդ է, հետաքրքիր։ Եթե պետք է իրար տակ, մնացեք տունը։ Արաքսիա, անկեղծ ես, եղել ապա, որ արևը քնած լինի, դու հեռախոսդ վերցես, որ մայրության բերկրանքից story անես, բայց իրականում ուղակի ուզենաս հեռախոսդ խփել պատին ու քնել մինչև 2030 թիվը։ Չէ։ Չէ, ժողովուրդ, ես սուտ բաներ չեմ անում։ Կներեք։ Թե տենց եք մտածել այսքան ժամանակ։ Չէ, սա Քեզ ենք ուզում Եղել է որ բացել։ ասել եմ, ես ինչ հովես պահա, նկարեմ, բայց հովես չեմ ունել, ասել եմ դե։ Կարամ արևին գիրկս նստասնը։ Եթե գա։ Արև։ Չես կանալու խոսաս, հաղորդում բարես։ Ոչինչ, արև։ Արև։ Արևի առաջին բառը մամա է եղել, պապա թե լայքեք։ Պապա։ Հա։ Պապայա, ասա, չես նեղվել։ Չէ։ Մտածել եմ որ պապա ասել է եւ Մեկ էլ դու ինչ մեր ես, որ այսքան քաղցր ատում ես։ Հա, երեխեք, ինքը քաղցր չէր ուտում եթե ինչ։ Այս զուտ բլից հարցում էր իմ կողմից, դու ինչ մեր ես։ Չէ, ճիշտ, ինքը քաղցր չէր ուտում, Ժորժ ջան։
Հիմա ուտում է, որ չխանգարեմ ես։ Կարամ պաչեմ, պաչում եմ արդեն։ Իմացավ ինչ ես կաշխարում։ Մյուս փոլը չգիտեմ կսիրես թե չէ, անում ես թե չէ, բայց մենք իրար հետ մեկ-մեկ արել ենք։ Դրա համար օքեյ է։ Կոչվում է բամբասանք։ Իրար հետ քաշելու ենք այստեղից անուն ու իրանից բամբասենք։ Հա, եկեք։ Գավայ։ Բայց անկեղծ բամբասենք։ Հա, ինչ որ նորությամբ իրա։ Հələ, եդիմ։ Արի կոնձես։ Չէ։ Արի։ Չէ։ Հələ արև, հələ խնդրում եմ էլի։ Հələ թող տենամ կգա։ Նենց կներվեմ, որ ինձ չսիրես։ Սիրեց, ուղակի մոր ձեռից տարար։ Ո՞վ է սիրում մոր ձեռից Ռաֆիետ մտանել։ ինքը ծով է։ Արի կոնձես, արի։ Չես գալի, լավ ինձ է չի սիրում։ Մամայի մոտ տանեմ, նայ, ես լավ մարդ եմ, Վահանին ասին։ Վահանին է։ Բասի։ Բոդին։ Վահանը գրել այս ինչքան է մեծած։ Օպա։ Ստամստին այ կողքը սիրում։ Դրա համար չեմ սիրում ուրիշ երեխեքին, որովհետև ինձ չեն սիրում։ Շարունակենք ոցնել։ Բայց դուք անկեղծ եք բամբասում, թե ես բամբասելու եմ, հետո Չէ, մեկ է։ Տեսնենք ով է, մի բան կհիշենք, էլի, որ օրինակ բացահայտ արա, այսինքն անձնական չէ։ Հələ քաշի։ Իսկ ես էլ եմ լինում ստեղ Հաջան։ ուրիշների հետ, հա։ Հələ, Ես էլ եմ լինում։ Զարա Ղազարյան, Զարային շատ եմ սիրում։ Բայց վրը չի ազդում, իր այդքան չէ, ես չուր ֆեմինիստ կլինելը։ Չէ, ախի պետք է ազդի։ Եե։ Զարան իմ ընկերուհին էլ է, ես չեմ թողի, որ իմ ընկերու մասին բամբասեմ։ Զարային շատ սիրում։ Զարան շատ լավ աղջիկ է։ Եղավ։ Ունի ծայրը Բայց հայկական։ դու քարտու իր սեքսիստ է իր տեղ։ Հա, բայց ես հարգում եմ իրեմ քարտեից։ Նախ ես Զարահայի համոզմունքները ընդունում եմ, որովհետև ես մի միտք ունեմ, ինքը մի միտք ունի, նես չի կարամ ես լիքը իր մտքերի հետ չհամաձայնեմ, նույն ձևով ինքը իմ հետ հաստատ համաձայն չի, բայց դա չի նշանակում, որ վատն է, ինքը ունի իր մտածելակերպը ճիշտ է, պայտակ կարա ծայրահեղական լինի շատ, ես էլ եմ պայտակ շատ ծայրահեղական։ Տենց, երեք ավելորդերի ես եմ բամբասում։ Դու ինչ կասես իր կոնտենտի մասով։ Համաձայն ես երբեմն։ Ես իրան շատ սիրում եմ, երբեմն մտածում եմ, որ մարդիկ, այսինքն իր արտահայտած մտքերը, ես միշտ չգիտեմ ինչի կարողանում եմ իր պրիզմայով պատկերացնել ինչ ասում, բայց ես думаю մեկ-մեկ ինքը շատ սուր է ասում ու չի պատկերացնում, որ կան մարդիկ, որ հələ չեն կարողանում պրիզմա անեն այդ իրանց մեջ ու շատ ուղիղ, շատ ավելի սուր են ընկալում այդ մտքերը, բայց մոլոդես իրան, որ ինքը կարողանում է այսքան տարի ստաբիլ դեմ գնալ այդքան մարդկանց։ Մյուս անունը Արևն է քաշել։ Դեռ ներվերով պետք է լի դրա համար Եվա Ղարիբյան։ Եվայի հետ այդպես շատ շփում մտերմություն չունենք, մենակ բարի կոնտենտի առումով, որ օրինակ գախներ բան, որ արդեն միսաուտում։ Բայց ինքը հայտնի է բուսակերով։ Բայց ինքը հայտնել է, որ միսա։ Հա, բայց գախներ բան, ստիպված եղավ ասի արդեն։ Մի 4 օր էր գախնի պահել։ Չէ, ես վաղուց գիտեի։ Հասկացա, քեզ մեկ է։ Որ ես բուսակեր չէի, որպես այդպեսին ես կարող եմ ես բուսակեր լինեի ու շատ ազդվեի վիրավորվեի, ասեի ես քո հայացքների էի, քեզ դրա համար էի հետևում։ Գրել էին իրան այդպես Հա, գրել էին։ կարող է լինել, բայց քանի որ ես չէի ու այդպես որպես այդպեսին։ Բայց այնքան նորմալ է, որ մարդը ինքը ինչ որ հետաքրքրություն մտածելակերպ ունի ու ինչ որ բայց հասկանում է, որ կարող է ես էլ չեմ ուզում sense մտածել, նորմալ է։ Եթե քո կոնտենտը ստեղծում ես դրա հիման վրա։ Բայց ինքը դրա հիման վրա չի հիմն է։ Հիմա մարդ որ իր կոնտենտը հղիության վրա է հիմնում, մեյում ուշտեշուտ ծննդաբերում է։ Հա, սկսում է մամա, զարգացնում է։ Բայց մեջը բան կար։ Բորիս Մելքոնյան։ Ջուր ես ուզում, արե։ Անուն ես ջուր։ Բորիս Մելքոնյանն էր մյուսը։ Ասա, Բորիսից մի հատ բան ասա, որ չգիտեմ։ Բորիսի հետ չունեի ես սկզբի ամիսներին, երբ որ մենք նկարվում էինք, ընդհանրապես չեզոք հարաբերություններ ունեինք, ինքը հանդարտ ուզում էր մտերմանալ, բայց ես չեզոք էի պահում, ինչի, որովհետև ինքը չգիտեմ, ոնց բացատրեմ, որ ճիշտ լինի, շատ չփող է, շատ անմիջական է ու ես էլ սկզբից այդպեսին չեմ հաստատ նկատած կլինեք ու իմ համար շոկ էր, որ մենք իր այդ նկարվում էինք ու Բորիսը առաջին օրից ոչ մի սուբորդինացիա չէր պահում իմ հետ, ոչ մի տիպի, որ մի անգամից սահմաններ չէ ճանաչում։ Մեկ ավար, հա, մի անգամից ոնց որ Պրիվետ կյանքվան։ Ես էլ եմ կստացի դեմից լարվե դրա պատճառով Բորիսից։ Հետո հասկացել եմ, որ ինքը շատ տեսակ եղավ, որ բայց հələ ոչ մի փուլ չի անցել այս հարաբերությունները, որ դառնալ մտերմություն, հա։ Դրա համար մի քիչ վանող էր ինքը իմ համար, մինչև ժամանակի ընթացքում կամաց-կամաց ճանաչեցի, հիմա որ ինչ-որ տեղ
են գնում, անդադ լարված պայմ եմ, որ կարող է ուրիշի համար Ծռում էլ եք գա։ իրենքի։ Լեսի հաճիշտ է ինքը sense միանգամից է անգերանում պրիվետ կյանքման, ես էլ եմ դեմից լարվել, բայց հետո հասկացա, որ շատ լավ տղա է Հա, Բորիսը։ շատ լավն է։ Ուղղակի կարող է հումորներ անի, ինչ-որ սարկազմիկ բաներ ասի, դու ասես, բայց դու ով ես, որի մեջ հումորներ ես անում։ Հասկացա, լավ, մեր ցկնիկ ամեն դեպքում էս մեր բամբասակը կպայի ես շրջանակներում։ Օֆսիկից ինչ խոսանք, ինչ անում, որ մի հատ է խոսանք, կոնտենտը անհասկանալի։ Բայց համոզված եմ ես Անորակ։ Անորակ։ երբ որ եթեր դուզ գա ես հաղորդումը, Օվսիկը արդեն ծննդաբերած կլինի։ Այո։ Անունն էլ Արեն, չէ՞։ Արեն։ Այո, Արենը ծնվել է։ Դուք եք լինելու քավոր կինը։ Չգիտեմ։ Հալալ։ Հալալ։ Լավ, բամբասել չգիտես, չտվեցիր նորմալ այտենց։ Ինչ ասեմ, դու Բանը։ ասեմ, Ռաֆանի։ դրել եք, մտերիմներին դրել եք։ Հա, բա մտերիմներից պիտի Դե բամբասես։ ինչ բամբասում։ Որտեվ ինֆորմացիա Մտերիմների մտերիմներից հետ եմ ունես։ բամբասում ես։ Հասկացանք ես։ Մյուսը կոչվում է մի րոպե զավզակ։ Մյուս փուլը մեր Մինաջան սկսի։ Լավ փուլեր են։ Մենք նա հիմա քեզ ասել ենք թեմաներ, որը պարտավոր ես ձևացնել, թե լավատեղյակ ես այս թեմաներից։ Ոնց որ գիտակն ես այդ թեմա, էլի մասնագետն ես, ու sense լուրջ ոդկաստ է։ Գնացինք, առաջինը։ Սին անելու եւ չպատասխանելու հոգեբանական տրաման։ Ինչու է մարդը դիտում նամակը, բայց պատասխանում 3 օր հետո։ Հա, որ հոգեբան եմ, իբր Հա, պատասխանեմ։ Իբր չէ, մասնագետն ես դու դրա։ Սին տալիս ես, մի քիչ ուշ ես պատասխանում, դու գրում ես երեխուն էի քնացնում։ Բա որ երեխան չկա։ Չի երևում սին եմ տվել։ Դե լավ է այդ ֆունկցիան ավելացրեցինք ես համար։ Դե նայեք, մարդը կարող է տարբեր հոգեվիճակներում լինի այդ պահին, հասկանում եք, դուք չգիտեք իր կյանքում ինչ դրսևորումներ են այդ շրջանում։ Կարող է որևէ կորուստի մեջ է։ Բայց ի սկզբանե կարա չբացի, չէ։ Դե հետաքրքիր է չես։ Բայց բացում է, բայց այդքան կարևոր բան չես գրել, ասում է դե լավ, հետո կպատասխանեմ։ Հասկացեք ես։ Սառնաներն ես դու կարդա էլի ես շեղը։ Սառնարանների վրայի մագնիսների ազդեցությունը տան աուրայի վրա։ Ինչու են դրանք միշտ թեք կպած լինում։ Ես գիտեք քանի մագնիս ունեմ սրանք 500-ից ավել քաղաքացուն։ Եվ ինչու են նրանք թեք։ Ընդհանրապես մագնիսները չի կարելի սառնարանին փակցնել։ Իրենք կարող է շատ արագ սառնարանի մեխանիզմը փչանա մագնիսներից դրա համար, եթե Դրա համար մագնիսը 500 կպցրել եք։ ուրիշ տեղ ենք կպցրել, ես sense Բայց սառնարանի մագնիս անում է։ Տնեցիկով ասում եք սառնարանի մագնիս։ Բանի վրա է, կռավատի վրա է կպցրել սառնարանի մագնիսը։ մագնիսներն Մեջ երևում է, sense ոնց որ նկարի ռամկա լինի, վրան մագնիսներն են հավաքած։ Մագնիսներ չի կարելի սառցնել։ Ջուր բերե։ Հասկացանք։ Շատ։ Voice message-ների ձայնային հաղորդագրության երկարության եւ հարգանքի կապը արդյոք 5 րոպեանոց voice-երը չի համարվում հոգեբանական տերոր։ Իհարկե Եթե համարվում քեզ է։ հետաքրքիր մարդ է, իհարկե չի համարվում։ Ես ուրախանում եմ, որ երկար voice-ը լինում դնում եմ, Չէ, լավ, եկեք ընդունենք, որ Instagram-ը փրկեց բոլորից, երբ որ դրեց 1x 2x Դե հասկացողությունը։ հա, այդ հա։ Հիմա Բայց մի երկուսուկ բան ես ասեմ, էս էլ է սովորել։ հոգեբանական բան։ Ես ավելի շատ սիրում եմ այդ 5 րոպեն 1-1-1-1-ով աղարկած, կամ կես, Ես 21։ ես ես։ Այդպես տերոր չի Քան երբ համարվում։ որ 5 րոպեն իրար հետ է, այդ Երեխեք աստված հոգեբանության մենք մի հատ մեջ ես մի հատ ծանոթ մարդ գիտեմ։ Պրոստը պետք է ասի նինջան գումարը վաղն է փոխանցվելու։ Պրոստը այդ նախադասությունն եմ ուզում։ Նինջան պրիվետ լավ ես, լսի ուղակի քեզ մի հատ բան ասեմ։ Իհարկե դու գիտես, եսը տենցը չէ, արա դե մի ասա, ինձ հետաքրքիր չի ասա, փողը վաղը կլինի։ Հետ եմ տանում, որ լսեմ եկե, դե փողը վաղը կլինի, ասես։ Հասկացած ես, բայց դա ամեն դեպքում ես համարում եմ հոգեբանական տերոր, երբ որ 5 րոպեանոց է ու կարաս կարճ ուղարկես, մասնագետից սպասում է ավելի մի քիչ Եթե մասնագետ։ պատմություն ես պատմում հետաքրքիր, ընկեր դա ինտրիգա ա եղել։ Ծաղկույներով րոպե հավա լսես։ Չեք ուզում։ Սահմանամասներով էլ ես գնա։ Մոծակների ընտրողականությունը, ինչու են նրանք սենյակում գտնվող 5 հոգուց ընտրում հենց քեզ։ Ես քաղցրարին եմ։ Իսկ եթե ինձ են ընտրել։ Դու էլ ես քաղցրարին։ Բայց եթե ինձ են Բացասական Երրորդի բացասական եմ ես։ Երեխեք ասում են, որ քաղցրարյուններին են մոծակ։ Ես խաբել եմ մեզ այսքան ժամանակ։ Դու մասնագետ ես, դու պիտի ասես։ Հա, Բայց ես քաղցր արուն չեմ։ Դա Ես էներգետիկայի վիրահատված հարց արուն է։ եմ։ Ինքստամոքսն է։ Այդ ամեն հաղորդման ասում եք։ Իհարկե։ Դե կլեր Ողջունում դիլը եք Նինային 700 այդ համարձակության համար։ Ներսի։ Այդքան գումարտակ։ Բայց երևում է որ նիհարել եմ։ Բա ինչ անում Նինա։ Նու, հա։ Ոչ չի երևում։ Ես ուղղակի հա ուզում եմ լսեմ։ Այն որ մենք հիմա 4-ով ենք նստած։ նստած։ Նինա։ Արև գիտես որ ես չաղելնեի դու կարողա չգայիր որ տեղ չեն կանի օբյեկտիվներով։
Մյուս մեր ինտերակտիվը, այս փուլից մի քիչ դժգոհ եմ, որովհետև դու մասնագիտական ոչ մի ինտեգրացիա չարեցիր, թույլ ես, այո։ Դե մայրա։ Հա, հասկանալով որ մայր է, մի քիչ ուշ ես քնում, շուտ ես զարթնում։ Ուշ ես հասկանում։ Ուշ ես հասկանում։ Ուզում եմ տանի երեխեք։ Հոսանքին հակառակ, մյուս փուլը։ Համաձայն եմ, ձենս կգտնեմ։ Այո, ուզում ես իջի դու գնա արդեն։ Կարող է տանկ ցկան հետ խաղա ցկան։ Մի հատ էլ պեչինի կեր։ Չէ, այդ պեչինից մի դուր։ Հանի ցկանը դեռ խաղա։ Ինչ անենք baby shark tu baby shark tu baby shark tu baby shark mommy shark tu mommy shark tu mommy Հոսանքին հակառակ։ Այս փուլը կոչվում է այսպես։ Մենք ասում ենք մի հատ միտք, որը ժողովրդի կողմից ոնց որ դրա հակառակն է ընդունված, դու պետքա ոնց որ պաշտպանես այն ինչը որ մենք հիմա ասում ենք, որ դա նորմալ է, որ այդպես է։ Օրինակ, ինչի է հարկավոր հանրային տրանսպորտում տեղը չզիջել մեծահասակներին։ Որովհետև դու ես շուտ նստել, ընդհանրապես հանրային տրանսպորտում ով շուտ մարդ կա մի կանգար բարձրանում է միայն նրա համար, որ ինքը նստած երթևեկի, այո։ Գուցե նոր է աշխատանքից տուն գալիս, գուցե բարձրահասակ ինձ նման միջարես ես մեջքի խնդիր ունեմ միայն նրա համար, որ միշտ զիջել եմ մեծահասակներին։ Հետո որ մեկ-մեկ մտածվեց, որ այդ մեծահասակ էին, բայց տարիքով մեծ էին, ես իրենց զիջում էի ու դպրոցական ուսական տարիներին այսպես էի գնում դասի, մինչև այսօր ես այդ խնդիրն ունեմ մեջքի, շատ լուրջ։ Ինքան չի լսվել այս կոկացիկը։ Ինչ անեմ, երախուն եմ զբաղացնում, որ դու ազատ քեզ գաս։ Հասկացա, պետք չի Բայց զիջել։ դու չեք կարծում, Ես ճիշտ եմ կարծում, ու ավելին ասեմ, հետո որ մտածվես, որ այս բանը մեծահասակներից ինչ-որ մեկը քեզ վատ հայոյան խառն կոմենտ է գրում, չես ուզում զիջես, պահի։ Բոլորին։ Այո։ Արև մնաց երկու հարց, Գանձես։ Ինչու է պետք երեխայի անունը դնել hashtag կամ rating։ Hashtag կամ rating դնել անունը, ես գիտեի ավելի սուր է լինելու, ինչու է պետք դնել տատիկի ու պապիկի անունը։ Ինչու պետք չի դնել տատիկի ու պապիկի անունը։ Փոխում ենք, ինչու պետք չի դնել տատիկի ու պապիկի անունը։ Խստի վարքերվում է նույնիսկ։ Որովհետև տատիկս ասում էր, որ անունը ճակատագիր է փոխանցում։ Եվ դրա համար դեմ էր, որ իմ անունը լինի իր անունը։ Եվ հիմա գոհ ես այս ճակատագրից, որ ունես դու։ Հա, շատ է ճակատագիր, այո, լավ որոշում էր, ես իմ անունը շատ եմ սիրում։ Գնացի։ Բայ։ Ինչի է հարկավոր Instagram-ում լայքել սեփական նկարները։ Բա որ դու քեզ չհավանես, ինչի՞ պիտի ուրիշը հավանի, չէ՞։ Մի հատ նախ դու քեզ սիրի, դու քեզ հավանի, դու քեզ գնահատի։ Անկամ մտնում ես Կարոշի էջով ես քեզ լայքում, այդ տիպի։ Այդ տիպի։ Արևի էջն եմ բացել հեսա, իր էջից է լայքել։ Հեսա մտնում եմ ձերով էլ լայք։ Այսքանն է, շատ շնորհակալ ենք, որ մեզ չմերժեցիր, արևը մեզ չմերժեց, եկաք, զրուցեցինք, մի թեթե բամբասման։ Այո։ Մեզ ընկերակցեցիք մեր խոհանոցում, առանց կամերաների կարակ գաք, արևին չբերես, մի քիչ հանգիստ նստենք խոսում։ Բայց ես արևին եմ։ Բայց մեկ առաջ էինք հանդիպում։ Դե քեզնից է գալիս, ինչ է։ Ասեմ ավելի մենք իրար կողքենք հիմա ապրում, երջեք տեսնում։ Այո, նույն թաղամասում։ Ես շատ ուրախ եմ, որ եկաք, ես արևին իրոք շատ սիրեցի, դա շատ կարևոր է, որտեղ ես շատ կապնվեցի արևի հետ։ Ու ինքը գնալու է։ Ինքը մեջ կնցա քեզ նստած։ Ոչինչ, բայց ես հույս ունեմ, որ քո դուրը եկավ այսօրվա մեր ասենց զավզակա Զավզակությունները ձուկը ամեն ինչ կպայի իր մտքում, հանգիստեղի ոչ մեկի չի ասի։ Ոչ մեկ չի։ Մանա կարող է երկով վերջացնենք։ Որը baby-ն չէ։ Որն է սիրում արևը։ Արևը սիրում է այս Արամեի վերջի երգը։ Չչարանաս երբեք, չէ։ Որ կնոջ հետ է երգում։ Չենք լսել։ Չէ, վայ։ Լցնում ենք բաժակները։ Այ, նանանումենանան, այ, նանան։ Այս ընթացքում դուք բաժանորդագրվում եք նոր ալիքի YouTube-յան էջին, որ չբաց թողնեք մեր մյուս զավզակությունները։ Մենք գնանք քննենք երեխուն հանգիստ նստենք։ Պակա։ Շատ լավ է։ Այո, ես գոհ եմ։ Արևը սլավ է։ Ով գոհ չի, դա արդեն իր խնդրեմն է։ Սա երեխոյոսը։